Սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք, եկել եմ այսօր երեկվա իմ խոստացված տեսանյութը ձեզ համար նկարել։ Այսօր մեզ մոտ հունիսի 21-ն է արդեն, Դվինում նորից ծիրան ենք հավաքում ենք այն ծիրանները, որոնք առաջի փուլով չէինք հավաքել, եւ այստեղ, ինչպես տեսնում եք, դեռ կան ծառեր, պտուղներ, որոնք հասունացած չեն, այսպես ասած, խակ են եւ ցոգոլ վիճակում են գտնվում։ Ահա ծառերին դեռ շատ կա որ բերքը հասնի։ Ուրեմն մեկնաբանությունների բաժնում ես շատ հանդիպեցի, որ մարդիկ դժգոհում էին, թե ծիրանը այդպես անհամ է լինելու, այդպես չի կարելի, շատ լավ է, որ բնական ձևով հասունանա։ Իհարկե ես կողմ եմ դրան, ես ինքս նման ծիրանը աշխատում եմ քիչ օգտագործել, որովհետև իսկապես նա այնքան էլ լավ համ չունի, բայց պետք է այստեղ հաշվի առնենք ոչ թե միայն համի հատկանիշները, այլ նկատի ունեցեք, որ առաջին ծիրանը ինքը շուկայում բավականին թանկ է եւ հիմնականում դա ներքին սպառման համար չէ, դրանք արտահանման համար են եւ որքան շուտ գյուղացին կարողանա իր բերքը թեկուզ 5 օր շուտ արտահանել, այդտեղ բավականին գնային տարբերություն կունենա, իսկ մենք գիտենք, որ գյուղացու բերքը միշտ չի որ ժամանակին է հասունանում, միշտ չի որ լավ բերք է ստանում, մեկ կարկուտն է տանում, մեկ անձրևներն են փչացնում, ուստի ելնելով անհրաժեշտությունից, որպեսզի գյուղացին կարողանա իր բերքը իրացնել եւ գոնե թե ծառերի վրա դրած ներդրումները ինչ որ չափով կարողանա հետ ստանա, այս դեպքում կարելի է օգտագործել պարարտանյութով, ոչ թե պարարտանյութով, այլ վիտամիններով սնուցումը, որը ինքը քիմիա չի համարվում եւ այդպիսով, այսպես թե այնպես կիսախակ վիճակում են այդ ծիրանը հավաքում, դուք ինքդ էլ տեսաք, որ մեր ծիրաները, ինչպես մի օգտատեր նշել էր, խակ են, մի երեսը հասունանում է, մի երեսը դեռ աստիճանաբար հասունացման փուլում է, այսինքն կիսահասնել վիճակում է գտնվում։ Նշեմ, որ ծիրանի հասունացման համար կարելի է նաև օգտագործել այլ մեթոդներ, դրանցից կարող եմ նշել սովորական շիրիմբիան կոչվող բույսով, հիմա մոտենամ ես դա ձեզ ցույց տամ, որը սովետական ժամանակներում են գյուղացիներն օգտագործել եւ ես ծիրան հավաքելու ընթացքում տարեց մարդկանցից դա իմացա, որ դա փռել են ծիրանի շարքերի մեջ եւ ծիրանը 1-2 օրում շատ լավ հասունացել է։ Հիմա ցույց տամ այդ բույսը։ Ահա սիրելի հետևորդներ, սա այդ շիրիմբիան կոչվածն է, սա կարող է ծաղկել եւ այս գույնի ծաղիկներ ունենալ եւ կարող է նաեւ սպիտակ ծաղիկներ ունենալ, նույն բույսն է, սա կտրել են, այսպես շվերով կտրել են եւ ուղղակի փռել են ծիրանի շարքերի մեջտեղում եւ չգիտեմ, իրենից երևի որոշակի նյութ է արտադրում եւ դա էլ օգնում է, որ ծիրանները շուտ հասունանան։ Ծիրանների հասունացման բնական մեթոդներից է նաեւ խնձորը եւ բանանը։ Եթե ուզում եք, որ շուտ հասունանան, կարող եք հերմետիկ թղթով փակված տուփի մեջ տեղադրել եւ ծիրանների վրա դնել բանան կամ խնձոր։ Դա նույնպես հասունացնում է, որտեղ իրենցից արտադրվում է հատուկ նյութ, որը օգնում է մյուս մթերքները արագ հասունանալու։ Այսքանը սիրելի հետևորդներ, նշեմ, որ մենք պարարտանյութ թունաքիմիկատներ չենք տվել, իսկ վիտամինները, որոնք որ տվել ենք 10 լիտրին 15 գրամով։ Դուք կարող եք նայել նրա բաղադրության բաժնում, այսպես ասած ինստրուկցիոն բաժնում եւ այնտեղ կտեսնեք, թե ինչը քանի լիտրի համար է տրվում։ Այսքանը այս պահի համար սիրելի հետևորդներ, ես գնամ մեր ծիրաները հավաքեմ, որոնք հասունացել են, ահա այստեղ մի մասը հասունացել են, չսրսկած ծիրաններից մի մասը դեռ մնում են խակ։ Ինչպես տեսնում եք, իսկ շուկայում արդեն սա բավականին էժան է, արդեն 100 դրամ է, որը չի փակում իր վրա դրած ներդրումը։ Ահա սիրելի հետևորդներ, սրանք դեռ լիարժեք հասունացած չեն եւ չգիտեմ էլ, եթե հասունանա, արդեն շուկայական գինը ինչքան կլինի, եթե հիմա շուկայում 100 դրամ, 150 դրամ է, ապա չեմ կարող ասել միջև հասունանալը որքան կարժենա եւ արժի արդյոք այս բերքը արդեն հանել շուկա, թե ոչ, որովհետեւ իր ծախսերը այն այլևս չի փակում։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե ինչ, հուսով եմ լավ եք, լավ կմնաք, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում, իսկ ծիրանի հետ կապված տեսանյութերը առայժմ այսքանը։ Կհանդիպենք։